Համար Տիկին Ղազարյան, եթե նկատեցիք, ես այսօր հետս թղթապանակ եմ բերել, որով հով եմ անում, այդ թղթապանակի մեջ իրականում տպված հենց հունվարի 14-ի հայտարարությունն է համատեղ, որովհետև ես կարծեցի, որ այդքան իբր թե բան աղմուկի մեջ, իբր թե վատ պայմաններով բանի մեջ, մեր ընդդիմությունը արդեն որերորդ 14-րդ հարցն է, մտնելու այսօր այս հարց ու պատասխանին եւ մեզ պատին սեղմի, այսպես ասած, իրանց սուր քննադատությամբ հարցերով ես էլ ստիպված լինեմ բացեմ այդ թղթից, քանի որ դե անգիր այդքան էջը հնարավոր չի հիշել, մոտավորապես հիշելով որ մասումը, մեջբերումներ անեմ, ասեմ, չէ, բարեկամներ, նորմալ է, ոնց որ ամեն ինչ բան, տեսեք ինչ լավ է գրած, բարձվում է այդ հարցը ընդհանրապես ասելիք չկա, 13-րդ հարցին նոր պարոն Խաչատրյանը մի բան ասեց, որ ավելի լավ էր չասել, իրանց ավելի վատ դրության մեջ ասում է, դա իրավական փաստաթուղթ չի։ Մենք չենք ասել սա պայմանագիր է, մենք ասել ենք հայտարարություն է, որտեղ երկու երկրների կառավարությունները Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրենց քաղաքական դիրքորոշումն են հանձնում եւ իրենց քաղաքական հանձնառությունն են հայտնում, այս հարցերը կարգավորել սենց Իհարկե բան չունեն ասելու Տիկին Ղազարյան, եթե ավելի ուղիղ եք ուզում։ Բացի դրանից, որ Յանի պայմանագիր չի հայտարարությունն է, մի բան էլ են ասում։ Այո, նախկին արտգործնախարարներից մեկը ասում է, դե ողորմելի է, ասում է, քանի 74%-ը տվել են, 26%-ն են իրանց բայ։ Ես չգիտեմ, նկատել եք, չեք նկատել, ընդհանրապես ես միշտ զերծ եմ աշխատել եմ, զերծ մնամ նախկին արտգործնախարարների գործունեություն, չնայած ինքան վատ բաներ են արել, որ կարելի էր խոսալ, բայց այդպես անձնապես աշխատել եմ չասեմ, էլի։ Հիմա այդ մարդը, որ ասել է, որ ողորմելի է այդ վիճակը, որով մենք 74 տվել ենք տոկոս ուրիշին, ուշադրություն։ Գույք իր արտաքին գործերի նախարարության շրջանում, գույք, ներողություն եմ խնդրում։ Ներողություն, կարաք, ինձ են հարցը տվել։ Մի արեք վիրավորական բաներ, ոչ դուք, ոչ մեկը, նայեք, կարևոր բաներ եմ ասում, նա ով ասում է, որ ողորմելի է, որ 74% տվել են, 26-ը պայել ենք մեզ, իր արտաքին գործերի նախարար եղած շրջանում, գույք պարտքի դիմացով 5 ձեռնարկություն, ոչ թե 74%-ով, 100%-ով տվել ենք այլ պետության, Հայրուս Գազարտի, վերջին 20%, 2013 թվականի փետրվարին, այսինքն վերջին 20%-ով էլի 100%-ը տվել ենք այլ պետության։ Մի հատ խողովակ էինք գցում իրանից գազի բանով, այդ խողովակի կեսը մի տարի տվեցին այլ նույն պետությանը, այն մի կտորն է Քաջարանից չեմ հիշ Սիսյան կարծեմ կտորն էլ այդ էր մնացել Հայաստանի Հանրապետությունը այդտեղ բան ուներ մասնակցություն, էլի տվեցին այդ նույն պետությանը։ Հրազդան ջեկի 5-րդ բլոկը 100%-ով, ոչ թե 74%-ով տվեցին ուրիշ պետության։ Հեծը ինտերրաո եսին կարծեմ ոչ թե 74%-ով, այլ 100%-ով։ Հիմա այս սաղ պատմության մեջ ողորմելին ով, այ ողորմելիներ դե արի մի ասա, էլի։ Ինչքան քյալակ ունեիք այս ազգի գլխին բերեցիք, հələ գնացել են, հələ բզբզում, որ լրիվ վատելին, լրիվ կործանենք։ Ինչ եք ուզում։ Բան չեք կարա ուզեք, որտեվ ասելիք է չունեք, բերաններդ չեք կարա բացեք, բայց ես նու կարակ, բայց մեջ ինչ իմաստ կլինի։ Զգացինք արդեն։ Էլի հաստատ կարելի էր բաներ ասել։ Շնորհակալ եմ շատ, եթե կհիշեք շարունակեք, բայց օգտվելով արձագանքից եւս մի հարց հնչեցնեմ, էլի պարոն Միրզոյան, երեք Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը կարծես թե ասել է, որ կարծես թե Հայաստանում այսպես քաղաքական հայացքների համար նորից հնչեցնեմ։ Լավ չեմ լսում։ Լավրովն ասել է, կարծես թե Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդ են ձերբակալում։ Իմ կարծիքով մի փոքր տարօրինակ է այս ամեն ինչը լսել է։ Ինչ արձագանք ունեք դուք։ Պարոն Եղոյան։ Ոնց լսեցի, տենց վստահ չեմ, որ ամբողջությամբ լսվեց ձեր հարցը աղմուկ է, բայց ես քիչ առաջ առիթ ունեցա ասելու, էլի չեմ մեկնաբանում արտաքին գործերի նախարարների հայտարարությունները, բայց իմ շատ սիրելի եւ հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները թերևս մի քիչ սխալ են։ Այդպիսի հիմքով քրեական հետապնդում քաղաքական գործունեության համար Հայաստանում չկա, այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ ընդհանրապես
քաղաքական գործունեության հայտարարությունների պարագայում քրեական հետապնդում կարա լինի, եթե այդ քաղաքական հայտարարությունները պարունակում են սպառնալիք կամ վիճարկում են որևէ կերպ իրավական ձևակերպումները կան օրենսդրության մեջ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ օրինակ սահմանադրական կարգի բռնի ուրեմն տապալման կոչեր են պարունակում եւ այլն, եւ եթե նույնիսկ այդպես լիներ, ներողություն, դա այդ մասին խոսք ասելը, մեկնաբանելը կլիներ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի։ Սա սովորական թեկուզ եւ ծանր, թեկուզ եւ մասշտաբային, բայց սա սովորական հանցագործություն չէր, եթե սրա տակից հանում են քաղաքականությունը։ Ինչու դա տեղի ունեցավ։ Որովհետեւ Հայաստանը որպես պետություն զավթվել էր կազմակերպված քրեական խմբավորման կողմից եւ պետությունը վերածվել էր հանցագործությունների գործիքի, սերիական հանցագործությունների գործիքի, որոնցից մեկն էլ այո մարտի 1-ն էր։ Մարտի 1-ը միայն սպանություններ չեն, այլև հարյուրավոր վիրավորվածներ, հազարավոր բռնաճնշումների ենթարկվածներ։ Մարտի 1-ը նաև բռնաբարված Աղվան Հովսեփյանի կողմից հավաքական իրավաբանությունն է Հայաստանում, այլանդակված մինչև հիմա, որ դատա իրավական ռեֆորմը իշխանությունը գցել է ոտին։ Եվ արդյունքում մենք ստանում ենք այլանդակ որոշումներ դատարաններում։ Այս վնասը Հայաստանում դեռ հաղթահարված չէ։ Որն է չափանիշը, որ մենք պետք է համարենք, որ սեպտեմբերի 18-ի դատավճիռն իրականացված է, առանց դրա շատ հստակ քաղաքական մասի, իրավաքաղաքական մասի, մենք չենք կարող արձանագրել, որ դատավճիռը կատարված է Հայաստանի Հանրապետության կողմից։ Նախ եւ առաջ այս դատավճիռը հիմք է քաղաքական լուստրացիայի համար։ Մարդկանց սպանել է պետությունը, ըստ այս դատավճիռի։ Պետությունն ունեցել է իշխանություն, իշխանությունը ունեցել է գլուխ եւ ունեցել է քաղաքական ֆասադ, հանձինս կուսակցությունների ՀՀԿ, ԲՀԿ դաշնակցություն, որոնց ներկայացուցիչները թող ներող լինեն ներկաները, ահա այստեղ նստած իշխանությունը իրենց կոչում է մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ։ 4 բառն էլ սուտ է, մերը չեն, հարգելի չեն, ընդդիմադիր չեն, այլ պետության թշնամին են եւ գործընկերել չեն։ Տարեք գցեք։ Անհրաժեշտ է, այ օրենք է անհրաժեշտ եւ այդ կուսակցությունները պետք է լուծարվեն։ Ի վերջո դրանով անցել են իսպանացիները, երբ ձերբազատվել են Ֆրանկոյի բռնապետությունից, պորտուգալացիները Սալազարից, հա։ Լեհաստանը եւ Բալթյան երկրները կոմունիստական բռնապետությունից։ Հայաստանն այնպես չի, որ նրանք ժողովրդավարությունից բան չեն հասկանում, իսկ ստեղ մեզ բացատրում են, թե չէ դե կարող է ժողովրդավարական չի, այսպես չի, այնպես չի, օրակարգում նման հարց չունենք։ Ոչ, մենք ռումբի վրա ենք նստած մինչև հիմա եւ հենց ձեր ընդդիմադիր սիրելի գործընկերներն են ձեզ ռմբակոծում, մեր ներվերն էլ քայքայում ամեն օր։ Էլ չեմ ասում, քանի հատ տերորիստական խումբ է բռնվել ստեղ, որ գալիս է իրենց սիրելի երկրից, չէ՞, որի հետ միութենական պետության մեջ մտնելու հարցը պատրաստ են քննարկելու։ Խնդրեմ, սենց քաղաքականություն չի լինում։ Դրա համար էլ այո, նրանք մարդ են սպանել եւ պատրաստ են մարդ սպանելու, եթե միայն թե հնարավորություն լինի ձեռներում։ Ուրեմն ռեզումեն հետեւյալն է. ժողովրդավարությունը բարիք է, բայց այն պետք է լինի բռունցքներով։ Ժողովրդավարություն նշանակում է ուժ, ժողովրդավարություն նշանակում է կարգ, ժողովրդավարություն չի նշանակում լխկած շիլաշփոթ մի վիճակ, երբ ամեն տեղից վերկացողը խելքին փչածը կվերկենա ու կասի ու անպատիժ ձևով։ Ու սա էլ համարում եք ժողովրդավարություն, ամոթավանքի։ Եվ ուրեմն ի գործ մենք հետևելու ենք դեպքերի ընթացքին եւ
Մեր գնահատականներով երևի թե հնարավորություն կունենանք հասկանալ, թե ինչ ենք մտածում այս ընթացքի մասին, բայց